Իդեպ էլ հայտարարակ երևույթ մեր ընտրություններին միջամտեց ոչ միայն Ալիևը։ Մեր ընտրություններին արդեն միջամտեց Թուրքիան, որը նույնպես հասկացրեց, որ պաշտպանում է Փաշինյանին։ Մեր ընտրություններին առաջինը ընդհանրապես ասած միջամտեց Եվրամիությունը, որը նույնպես ասաց, որ ուզում է պաշտպանել Փաշինյանին։ Բայց նույն Վլադիմիր Պուտինը նույնպես չէ միջամտեց։ Հետո էլ Ռուսաստանը միջամտեց։ Այո, եթե Հայաստանը որպես դա մի բան է նշանակում, որ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունը, նա կորցնում է իր ինքնիշխանությունը։ Ընդհանրապես որևէ այլ երկրի ընտրություններին միջամտելը միջազգային հարաբերությունների էթիկայի կոպտագույն խախտում է։ Բայց հիմա արդեն 4 երկիր իրենց դա թույլ են տալիս։ Դա նշանակում է, որ Հայաստանը այնքան է թուլացել, Հայաստանի ինքնիշխանությունը այնքան է արդեն խոցելի, որ պետությունները իրենց նման իրավունք են վերապահում։ Դա պետք է ընդհանրապես տաբու լիներ։